Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեք նրան, որ իր գործով կապրի անվերջ, անդադար։ Արվեստի ամեն մի պատմություն սկսվում է լուսավոր մի կետից։ Ալբերտ Պապոյան, մարդու աչքերում դեռ մանկությունից շողում էին գույները։ Դպրոցական առաջին քայլերը արեց Սպանդարյանի անվան դպրոցում։ Այնտեղ էր, որ առաջին անգամ գրչով ու մատիտով սկսեց նկարել իր երազանքները։ Տարիները նրան տարան Երևան, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետը։ 1960-ական թվականներին լի էր թարմ շնչով։ Ուսանողներից մեկն էլ հենց նա էր, աչքերի մեջ մշտապես փայլող ստեղծագործական կրակով։ Զաբելա Աբելյանի դիմանկարը, որ նա ստեղծեց ընդամենը դասամիջոցին, մինչ այսօր պահպանվել է որպես ուսանողական տարիների կենդանի վկայություն։ Ինստիտուտը ավարտելուց հետո նա վերադարձավ հայրենի քաղաք ու տվեց իր առաջին դասերը։ 10 տարի, 1965 թվականից մինչև 75 թվականը Ալավերդու տեխնիկումի ուսանողները նրան ճանաչեցին որպես ուսուցիչ, ով գիտեր ոչ միայն դասավանդել, այլև ոգեշնչել, բայց ամենամեծ գործը դեռ առջևում էր։ 1975 թվականին նա հիմնում է Ալավերդու գեղարվեստի դպրոցը, որն իսկական մշակութային օջախ էր։ Դպրոց, որտեղ յուրաքանչյուր երեխա ստանում էր հնարավորություն խոսելու գույների ու գծերի լեզվով։ Մինչև 1994 թվականը նա դպրոցի ղեկավարն էր։ Տարիներ, որոնց ընթացքում Ալավերդին ոչ միայն արդյունաբերական քաղաք էր, այլև արվեստի գույնով շնչող տարածք։ Այսօր դժվար է քայլել Ալավերդու փողոցներով ու չհիշել այդ մարդու ձեռագիրն ու թողած ժառանգությունը։ Նրա անունը հյուսված է քաղաքի մշակութային պատմության մեջ, իսկ դպրոցը շարունակում է ապրել որպես նրա երազանքների արգասիքը։ Բարի գալուստ Ալավերդու Ալբերտ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց։